Փետրվարի 10-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Դ-ն եւ հայտնել, որ Հրազդան Cement Corporation ՍՊ-ի գործարանի դռները, կնիքներն ու կողպեքները հայտնաբերվել է կոտրված վիճակում։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փետրվարի 7-ից 10 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան կողպեքները կոտրելու միջոցով ապօրինի մուտք են գործել Հրազդան քաղաքի գործարանային մեկ հասցեում գտնվող Հրազդան Cement Corporation ՍՊ-ին պատկանող գործարանի տարածք եւ գողացել պղնձյա մալուխներ, վերամբարձկռունկի հեռակառավարման վահանակի մեջ գտնվող պղնձյա դետալներ, էլեկտրական մետաղահատ, ընկերությանը պատճառելով գույքային վնաս։ Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդան Cement Corporation ՍՊ-ին պատկանող գործարանի հումքի ջարդման եւ գազաջրամատակարարման արտադրամասերից եւ լաբորատորիայից տարածքից գողություն կատարած անձինք հանդիսանում են մարզերից մեկի բնակիչներ 16-ամյա եւ 15-ամյա տղաներ եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին նրանք հայտնաբերվել նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության բաժին։ Ըստ տեղեկությունների Արմեն Դ-ն աշխատում է Հրազդան Cement Corporation ՍՊ-ում որպես անվտանգության պետ։ Փետրվարի 12-ին Բագրատաշեն սահմանային անցակետով Հայաստան մուտք գործելի սահմանապահները բռնել եւ համայնքային ոստիկանության նոյեմբերյանի բաժնի ծառայողներին են հանձնել Գավառ քաղաքի բնակիչ հետախուզվողի։ Անցած տարվա հոկտեմբերից 35-ամյա տղամարդը հետախուզվում էր որպես կալանքից խուսափող դատապարտյալ, նույն օրը նույն կերպ նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել նաեւ օտարերկրյա քաղաքացի 35-ամյա տղամարդ։ Անցած տարվա դեկտեմբերից միջազգային մակարդակով նա հետախուզվում էր Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից խարդախության մեղադրանքով խափանման միջոցը կալանք։ Տավուշի մարզի պարեկները փետրվարի 10-ին ժամը 23:35-ի սահմաններում նոյեմբերյան քաղաքի Վերոնայի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդի վարած Mercedes Magnus-ի մեքենան։ Ստուգման պարզվել է, որ ավտոմեքենայի վրա տեղադրված ռուսական հաշվառման համարանիշը չի համապատասխանում ավտոմեքենայի նույնականացման համարին, իսկ վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը եղել է ակնհայտ կեղծ։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ եւ նույն զանգվածով փաթեթ։ Վարորդը հայտնել է, որ փաթեթում եւ կաթուցիչում մարիխուանա տեսակի թմրամիջոց է։ Նա ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Mercedes-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող տարածք, նախաձեռնվել է քրեական վարույթ, 28-ամյա երիտասարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Բնակարանային գողություն են բացահայտել նաև Շիրակի քրեական ոստիկանները փետրվարի 5-ին։ Այս դեպքում հանցանքը կատարվել է հունվարի 29-ին։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ առավոտյան 9-ից 14 ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Գյումրիի Կիրակոսյան փողոցում գտնվող բնակարանի դուռը եւ գողացել ոսկյա զարդեր, ժամացույցներ ու 1900 եվրո։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շիրակի քրեական ոստիկանների եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչներ 50-ամյա եւ Մայրաքաղաքի Բաշինջախյան փողոցի բնակիչ 36-ամյա երկու տղամարդիկ։ Պարզվել է նաեւ, որ նրանք դեպքի վայր են ժամանել 50-ամյա տղամարդու վարած Nissan Magnus-ի մեքենայով։ Փետրվարի 5-ին 50-ամյա Արևշատցին հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ փետրվարի 7-ին Մայրաքաղաքի Բաշինջախյան փողոցի իր տանը ձերբակալվել է նաեւ 36-ամյա տղամարդը։ Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է կիրառվել կալանքը։